Բարձ է սիրելի դիմորդներ, այսօր կլուծենք շտեմարանի բաժին 2-ի 38-րդ վարժության առաջադրանքները, գրենք վարժություն 38, առաջադրանք առաջին, 4,3 բաժանած 1/4, մինուս 2,3 14, բազմապատկած 7, սա հավասար է, հետևյալ արտահայտությունը լուծելու համար բոլոր խառը սարքենք անկանոն կոտորակ, այսինքն լինելու է 19/4, բաժանման ժամանակ գիտենք, որ բազմապատկում ենք երկրորդ կոտորակի հակադարձին, այսինքն բազմապատկած 4/1, մինուս այստեղ 31 14, բազմապատկած 7/1, հավասար է, կատարենք համապատասխան կրճատումները, այստեղ 4-ն են կրճատվում, այստեղ 7-ն ու 14-ն են կրճատվում, այստեղ ստացվում է 2, ստացվում է 19 մինուս 31 երկրորդ, 31 երկրորդը դա 15,5 է, այսինքն 19 մինուս 15,5 10-որդական, որն էլ հավասար է 3,5 10-որդական, ընտրենք ճիշտ տարբերակը 4-ը, լուծենք երկրորդ առաջադրանքը, 2, արմատ 3, արմատ 5-րդ, ներողություն, արմատ 3, 5-րդ, մինուս արմատ 5, 3-րդ, բազմապատկած 1-ի հարաբերությունը արմատ 15, այստեղ հավասար է, հակագծում բերենք ընդհանուր հայտարարի, որն է արմատ 15-ը, այսինքն կստացվի 2, այստեղ արմատ 15-ը բաժանած արմատ 5-ի ստացվելու է արմատ 3, այստեղ բաժանենք արմատ 3-ի ստացվելու է արմատ 5, ստացվելու է 2, այսպես գրեմ, արմատ 9, արմատ 15-րդ, այսպես գրենք, մինուս արմատ 25, արմատ 15-րդ, բազմապատկած 1, արմատ 15-րդ, սա հավասար է, այժմ բաշխական օրենքով, բաշխական օրենքից օգտվելով սա բացենք փակագծերը, այսինքն գրենք հետևյալը 2 արմատ 9, արմատ 15-րդ, բազմապատկած 1-ի հարաբերությունը արմատ 15, մինուս արմատ 25, արմատ 15-րդ, բազմապատկած 1-ի հարաբերությունը արմատ 15, սա էլ հավասար է, արմատ 9 դա 3-ն է, 2 անգամ 3 դա 6, արմատ 15 անգամ արմատ 15 ստացվում է, արմատ 15-ի քառակուսի, որն է 15-ն է, այսինքն 6 15-րդ, մինուս արմատ 25-ը դա 5-ն է, արմատ 15 դա նույնպես 15-ն է, սա էլ հավասար է 1 15-րդ, ընտրենք ճիշտ տարբերակը 3-ը, լուծենք երրորդ առաջադրանքը, լոգարիթ 25 հիմքով 81, բազմապատկած լոգարիթ արմատ 3 հիմքով 25, սա հավասար է, լոգարիթ 25-ը ներկայացնենք 5 հիմքով, այսինքն կլինի 5-ի քառակուսի, 81-ը 3 հիմքով, 3-ի 4 աստիճան, բազմապատկած լոգարիթ արմատ 3-ը 3 հիմքով կլինի 3-ի 1/2 աստիճան, 25-ը 5 հիմքով 5-ի խորանարդ, սա հավասար է, այժմ օգտվելով լոգարիթմի հատկություններից կգրենք հետևյալ կերպ, 4-ը ինչպես գիտենք լոգարիթմական թվի աստիճանը գալիս է լոգարիթմի դիմաց, իսկ լոգարիթմի հիմքի աստիճանը
շրջված, այսինքն լոգարիթմի 5-ի աստիճանի հակադարձը նույնպես գալիս է լոգարիթմի դիմաց, այսինքն ստացվում է հետևյալը 4 բազմապատկած 1/2, այսպես մանրամասն գրեմ լոգարիթմ 5/5 3, սա էլ հավասար է նման ձևով սա, 3-ը գալիս է դիմացը, լինում է 3 լոգարիթմ ներողություն 3 բազմապատկած 1/2 բազմապատկած 2 բազմապատկած լոգարիթմ 1/2-ի հակադարձը 2-ն է լոգարիթմ 3/5 5, սա հավասար է, այստեղ կրճատենք 4-ի 2-ը կրճատվում է այստեղ 2, այսինքն ստացվում է 2 լոգարիթմ 5/3 բազմապատկած 6 լոգարիթմ 3/5, սա էլ հավասար է, այստեղից գրենք, սա էլ հավասար է 12, այժմ լոգարիթմ 5/3-ը գրենք հետևյալ կերպ, բազմապատկած 1-ի հարաբերությունը լոգարիթմ 3/5 բազմապատկած լոգարիթմ 3/5, այստեղ լոգարիթմ 3/5-ը կկրճատվենք, ստացվի 12, ընտրենք ճիշտ տարբերակը առաջինը, լուծենք 4-րդ առաջադրանքը, սինուս 6π 7 գումարած սինուս 8π 7, սա եռանկյունաչափական ֆունկցիաների սինուս ալֆա պլյուս սինուս բետա բանաձևն է, որն էլ գրենք հավասար է 2 սինուս ալֆա պլյուս բետա, այսինքն մեր դեպքում 6π 7 պլյուս 8π 7 հարաբերությունը 2-ի և կոսինուս 6π 7 մինուս 8π 7, այստեղ իրական տարբերություն չկա, մենք կոսինուսի դեպքում 6π 7-ից անենք 8π 7, թե հակառակը 8π 7-ից անենք 6π 7, որովհետև գիտենք, որ կոսինուս մինուս ալֆան դա կոսինուս ալֆան է, այսինքն մինուսը վերանում է կոսինուսի դեպքում, սա ջնջենք չխանգարի, հարաբերությունը 2-ի, սա հավասար է 2 սինուս, այստեղ 6π 7 պլյուս 8π 7 ստացվելու է 14π 7, 14π 7-ը դա 2π-ն է, 2π-ն էլ բաժանած 2-ի ստացվելու է π, սինուս π, այստեղ ստացվելու է կոսինուս, ստացվելու է մինուս 2π 7, մինուսը կվերանա բնականաբար, բաժանենք 2-ի կստացվի կոսինուս π 7, սա հավասար է 2 բազմապատկած, քանի որ սինուսը π-ում 0 է, գրենք 0, բազմապատկած կոսինուս π 7, այս արտադրյալն էլ հավասար է 0-ի, ընտրենք ճիշտ տարբերակը 4-րդ, շնորհակալություն դիտման համար, խնդրում եմ բաժանորդագրվել հետագա վիդեոդասերը բաց չթողնելու համար։